Մեր հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը։ Պարոն Ճաղարյան, նախընտրում եմ ներկայացրեք Տաշիր բարեգործական հիմնադրամի ծրագրերը եւ պարոն Կարեն եւ Սամվել Կարապետյանի ծրագրերը Հայաստանում ու Արցախում, ինչ ծրագրեր եք իրականացնում։ Նախ պետք է նշել, որ Տաշիր բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Կարեն եւ Սամվել Կարապետյանների կողմից 90-ական թվականների սկզբին եւ եթե նախ ընդհանուրից գանք անցած 20 եւ մի քանի ավելի տարիների ընթացքում Հայաստանում, Արցախում եւ նաեւ Ջավախքում իրականացվել է մոտ 100 միլիոն դոլարի ծրագրեր։ Խոսքը բարեգործական ծրագրերի մասին է։ Տարիների ընթացքում այդ ծրագրերի աշխարհագրությունը աստիճանաբար ընդլայնվել է։ Եթե սկզբնական փուլում առավելապես Հայաստանն էր, մասնավորաբար Լոռու մարզը, ապա տարիների ընթացքում Տաշիր բարեգործական հիմնադրամի ծրագրերը տարածվեցին դեպի Արցախ եւ դեպի Ջավախք։ Մասնավորապես կարծում եմ բոլորը տեղյակ եք, որ Արցախում բացվեց Ստեփանակերտի հանրապետական խոշորագույն եւ գերժամանակակից հիվանդանոցը, որի վրա ծախսվել է 23 միլիոն դոլար։ Դա տարածաշրջանում նմանը չունեցող կառույց է եւ իր ճարտարապետական տեսքով նաեւ իր տեխնիկական նկարագրով։ Տարբեր ծրագրերում մենք ներգրավում ենք նաեւ Ջավախքը, մասնավորապես երբ որ մենք բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների պարգևատրման ծրագրերը սկսեցին կրթության եւ գիտության նախարարության հետ, առանձին պարգևատրվեցին նաեւ Հայաստանում ուսանող ջավախցի երիտասարդները։ Ընդհանրապես Տաշիր բարեգործական հիմնադրամի գործունեությունը հիմնված է ծրագրային մոտեցումների վրա։ Եթե կրթության ոլորտը վերցնենք, ապա մի քանի անգամ արդեն եղել են ուսանողների պարգևատրման, ես հատուկ ուզում եմ շեշտել պարգևատրման ծրագրերը, դրանք ոչ թե զուտ աջակցության ծրագրեր են, այլ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին խրախուսելու ծրագրեր են, քանի որ մեզ համար առաջնային նշանակություն ունի մտավոր ներուժի զարգացումը։ Մասնավորապես մենք ունեցանք Լոռու մարզի, այդ թվում Ստեփանավանի բազմաթիվ ուսանողների լավ սովորող, գերազանցիկ ուսանողների պարգևատրում, ունեցանք դարձյալ Լոռու մարզի առավել աչքի ընկած մանկավարժների պարգևատրման արարողություն։ Ես հիմա կուզեի առանձնահատուկ շեշտում եմ Լոռու մարզի ծրագրերը հաշվի առնելով նաև ձեր հեռուստաընկերության աշխարհագրությունը։ Այս պահի դրությամբ Վանաձորում կառուցվում է բավականին խոշոր ծննդատուն, որը մարզի առողջապահական համալիրին ծննդատունն է։ Այդ ծննդատունը կառուցվում է Տաշիր հիմնադրամի միջոցներով։ Արդեն ավարտին են մոտենում Տաշիրում եւ Ստեփանավանում ժամանակակից բավականին գեղեցիկ մանկապարտեզների շինարարական աշխատանքները։ Բավական ծրագրեր են իրականացվել մեր հավատքի կենտրոններում, իրականացվել են տարբեր եկեղեցիներ, այդ թվում ամբողջությամբ վերանորոգվել է Սուրբ Էշմիածնի Մայր տաճարի վեհարանի շենքը, որը ժամանակին կառուցվել է Մանթաշյանցի կողմից, կառուցվել է հանդիսությունների սրահ, Գիտությունների ակադեմիայի բավականին ներդրում կատարվել վերանորոգման համար։ Մի խոսքով բոլոր ոլորտները, որտեղ պետության հնարավորությունները դեռևս լիարժեք չեն, Տաշիր բարեգործական հիմնադրամը փորձում է իր հնարավորությունների սահմաններում, բնականաբար Կարապետյանների ընտանիքը բարբերաբար իրականացնում է ծրագրեր, որոնք նպաստում են ամենատարբեր
ձեռնարկությունների ձևավորմանը, տարբեր կենտրոնների ձևավորմանը, որոնք ապահովում են նաև աշխատատեղերի ստեղծում, իրականացնում են տարբեր ծրագրեր, որոնք միտված են համայնքային խնդիրների կարգավորմանը։ Այսինքն նորից եմ կրկնում, Կարապետյանների ընտանիքը իր հնարավորությունների սահմաններում փորձում է ձեռք մեկնել այն ոլորտներին, այն կետերին, որտեղ այս պահին մեր պետության հնարավորությունները կամ տեղական ինքնակառավարման մարմինների հնարավորությունները դեռևս բավարար չեն, բայց որոնք առաջնային նշանակություն ունեն։ Լավ, կասեք ձեր այսօրվա Ալավերդի այցելության նպատակը որն էր։ Ասեմ, որ բնականաբար Կարեն Կարապետյանը եւ թե Սամվել Կարապետյանը իրենք լինելով արմատներով այս տարածաշրջանից, լոռուց, իրենք առավել եւս, ինչպես հասկանալի Հայաստանի այլ մարզերը, առավել եւս Լոռու մարզում չեն կարող որևէ իրադարձության նկատմամբ լինել անտարբեր։ Նախ միանգամից ուզում եմ շեշտել, իմ այցելության հիմնական նպատակը եղել է Կարապետյանների հանձնարարությամբ հանդիպել քաղաքապետի թեկնածուներից մեկին, Կարեն Փարեմուզյանին, քանի որ իրենք Փարեմուզյանին բավականին վաղուց են ճանաչում եւ ի սկզբանե եղել են տարբեր ծրագրեր իր կողմից ներկայացված հետագայում Ալավերդիում իրականացնելու եւ ես ունեմ հանձնարարություն Կարապետյանների կողմից հանդիպել այսօր եւ առավել մանրամասն քննարկել այն բոլոր ծրագրերը, որոնք տեխնացուն ներկայացնում է եւ որոնց մեջ Տաշիր հիմնադրամը կամ Կարապետյանների ընտանիքը կարող է իր ներդրումն ունենալ։ Բնականաբար, ինչպես եւ շատ ոլորտներ եմ ունեցել է, ներդրեցի նաեւ որ Ալավերդի հետ կապված, հաշվի առնելով այն ծրագրերը, որոնք արկա են եւ այն հանգամանքը, որ Կարեն Փարեմուզյանին մենք ճանաչում ենք բավականին ժամանակ, ես կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ եւ Կարեն Կարապետյանը, եւ Սամվել Կարապետյանը, եւ Տաշիրի բարեգործական հիմնադրամը Ալավերդիում սատարում են Կարեն Փարեմուզյանի թեկնածությունը եւ պատրաստ են համագործակցել նրա հետ։ Գիտեք, շատ կարևոր հանգամանք է ոչ միայն նախընտրական փուլում խոստումները, այլ շատ կարևոր է այդ խոստումների իրականացման հնարավորությունները, պոտենցիալը։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է ցանկացած բան ասել, ինչքանով է օպտիմալ այդ առաջարկները։ Ես վստահ եմ իհարկե, որ մեր հասարակությունը միշտ էլ շատ բարձր քաղաքացիական գիտակցությամբ է օժտված, առավել եւս Լոռու մարզում ինչքանով որ ես քանի որ հաճախակ եմ շփվում, ես վստահ եմ քաղաքացիական բարձր գիտակցության վրա ոչ մեկ չի կասկածում եւ կարծում եմ մենք դեռևս շատ աշխատանքներ կատարենք պարոն Փարեմուզյանի հետ։ Իսկ որոշակի պայմանավորվածություններ առաջիկա ծրագրերի մասին այսօր պայմանավորվածություններ։ Ես անկեղծ ասած չէի ցանկանա հիմա մեր որոշակի պայմանավորվածությունների մասին բարձրաձայնել, որպեսզի նախընտրական այս փուլում դա չդիտարկվի որպես նախընտրական խոստումներ, կարծում եմ շատ ավելի ճիշտ է խուսափել։ Ընտրություններից հետո հարկ կլինի եւ ժամանակ կգա մենք դրա մասին ավելի հստակ կբարձրաձայնենք։ Այս փուլում ընդհանրապես ասում եմ, որ մենք այո, ունենք որոշակի պայմանավորություններ, պարոն Փարեմուզյանը ուներ բավականին հետաքրքիր ծրագրեր, որոնք բնականաբար նաեւ որոշակի ժամանակ է պետք, ես կներկայացնեմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, Կարապետյանների ընտանիքին, որտեղ կքննարկվեն այդ բոլոր դետալները եւ դրանց մասին կհայտարարվի, բայց կհայտարարվի ընտրություններից հետո, որպեսզի դրանք այսօր չդիտվեն որպես նախընտրական, ասենք թե ինչ-որ խոստումներ, կրկնում եմ, խոստումները լավն են, երբ դրանք իրականություն են դառնում։ Շնորհակալություն։